Ինչ խնդիր է առաջացել նախ որ երրորդ դասարանի աշակերտի ծնող եք, ինչ խնդիր է առաջացել, ինչու եք բողոքի ձայն բարձրացնում։ Նախ բարև ձեզ, ուրեմն 7-րդ դասարանի 7-յա դասարանի ծնող եմ ու հաճախակի է այս խնդիրը առաջանում, բազմիցս անգամ այս խնդիրները առաջացել է, բայց այսօր էլ վիճակ չկա, որտեղ ամեն օր մի աշակերտի վիրավորում է, ոչ adekvat պահվածք, ոչ դասապրոցես է ընթանում, ընդհանուր դասարանի վիճակը շատ ահավոր է, որտեղ պատմության ուսուցչուհին կանչում ենք, որ ասենք ինքը մասնագիտական երեխաների հետ աշխատի, բայց մենք այդ օգուտը չենք տեսնում, երեխաները պատմության առարկա 0։ Ընդհանրապես ինքը դասապրոցես չի, ինքը զբաղվում է ծամոն ծամելով, հաց ուտելով դասարանում, Ուսուցիչը։ Այո, երաժշտություն, երեխաներին վիրավորելով, Ինչպես է վիրավորում ներեցեք։ դե հիմա չեմ կարող այտենց բարտահայտել։ Թուրք են երեխաները, թուրք են։ Ինքը բոլոր երեխաներին անպատվում է թուրք անվանելով։ Բա չեն փորձել պարզել ինչի են թուրք ասում։ Փորձել ենք պարզել, մենք էլ աշակերտներն են ուսուցչական կազմն են, բայց նա ասում է դուք թուրք եք ու վերջ։ Ու իր ասելուց 2 րոպե հետո ինքը ասում է ես նման բան չեմ ասել, չեմ արտահայտվել։ Ինքը Բոլոր աշակերտները միաբերան պնդում են, որ նման բան ասել։ կապ չունի դպրոցի ինքը դասավանդում է թե չի դասավանդում, դա ընդհանրապես կապ չունի։ Ինքը կարա շատ հանգիստ մանիպուլյացիայի ենթարկի ամբողջ ուսուցչական կազմը, ու ինքը շատ հանգիստ կողքից կանգնի նայի ու զմայլվի, որ ինքը ոնց է հենց հիմա մեր դասատուներից ոմանք այնտեղ ներսում նստած, տնօրենի կաբինետում նստած շատ վատ են։ Այսօր շտապօգնություն ա եկել, եղել է օր, որ 4 անգամ է շտապօգնություն եկել ուսուցիչների համար։ Մեր ուսուցիչներին ինքը անպատվում է, ես 4 հատ երեխա եմ ուղարկել այս դպրոցը։ Նման բան երբեք տեղի չունեցավ, ոչ մի տարիների ընթացքում sense բան չի եղել, որ ինչ որ մի հատ մեկի պատճառով ամբողջ դպրոցը այսպես ոտի հանեն, ինչի համար մենք ուղղակի պահանջում ենք նրա հրաժարական, թող ինքը դուրս գրվի, թող գնա այստեղից, հանգիստ թողնի, մեր անդորը խանգարում է ինքը ընդհանրապես բոլորին է դա վերաբերվում, ես բոլորի անունից եմ խոսում, որովհետև գիտեմ, բոլորին հասցրել է այն աստիճանի, որ մենք չենք հանդուրժում արդեն իր ներկայությունը, թող ինքը դուրս գա, մենք պահանջում ենք, որ նա դուրս գա այս դպրոցից։ Ներեցեք, ամենասկզբից ինձ չեք ներկայացի, ես դպրոցի անցուդարձից տեղյակ մարդ չեմ եւ որպեսզի մեզ դիտողներն էլ հասկանան, այդ ուսուցիչը նոր է եկել, ինչքան ժամանակ է եկել է, ինչքան ժամանակ է, որ այս վիճակը տիրում է։ Այս տարվա սկզբից նույն վիճակն է եղել, բայց ճիշտն ասած ես նոր եմ տեղեկացել այս վիճակի մասին, որտեղ անընդհատ ուզեցել են հարթել, խնդիր չառաջանա մեր մանկավարժները նենց են արել, որ խնդիր չառաջանա, իրար մեջ կոնֆլիկտներ չբարձր։ Հիմա ընդհատենք մի հատ գնում է էլի ուսուցիչը, խոսենք հետ կվերադառնանք։